Դու մադրասից ես, այսինքն հայկականությունը դες մանկուց ես տեսել։ Իզնից վերցրել են $2500։ Բայց դուք հարուստ եք ոնց ճոգեցի։ Դաժե առաջատապահությունը օրա Mercedes-ով են ինձ տանում։ Իջար զվարթնոց, ինքնաթիռն եկավ, իջավ գարածա բարի գալուս։ Ես գիտեմ հայերը ովքեր են։ Բժշկությունից է մեր podcast-ը вообще։ Ինձ այնքան են խորտել, Շավիջան, խնդրում եմ, սարդի վերաբուժություն չանտրես։ Ամենածանր բժշկական մասնագիտություններից է, երևի ոչ ամենածանրը։ Էսի երկու երկիրի product-ա լինելու։ Հայկական ունեք դնել թե հնդկական։ Վանական սիրելի հյուրեր եւ բարեկամներ, այսօրվա մեր հյուրը Մարթա, ում երկար ժամանակ սպասում ենք մեր տաղավարում, Մարտուն բոլորը ճանաչում եք ստենդափից, տարբեր սիթքոմներից, ուսանող տարիներին շատ նկարվել, Մարտով ունի շատ թույն հումորի զգացողություն ու գժական սրտային վիրաբույժ է, մեր հյուրը Best Life բժշկական կենտրոնի սրտային վիրաբույժ Շաֆի Մահաբուբն է, բայց իրեն բոլորը ճանաչում ենք որպես Շաֆի Այլ Կապրիո, այստեղ իր Instagram-ը թողենք։ Իդեպ Շաֆին երկար տարիներ հետո առաջին անգամ եթերում կհայտնվի Spin Ideas Agency ստեղծած tech startup-ում, չմոռանաք Wings-ով նայել tech startup-ը, ու Շաֆիի հետ այսօր մենք զրուցելու ենք երկար, թե ոնց եղավ, որ մեր այս հնդիկ աղբերը եկավ Հայաստան, դառավ սրտային վիրաբույժ, ոնց են իրան վերաբերվում հիվանդները, ոնց էր ուսանող տարիները ու ոնց ընդհանուր առմամբ հայ դառել այս մարդը, որտեղ իր այդ շփվելով զգում ես, այս մարդու մենակ անուն ազգանունն է ուրիշ, մնացած ամեն ինչով Շաֆին լրիվ հայավարի մեր լավ աղբերն է դառը, բարև լավ աղբեր։ Բարև դոկտոր ջան, բարև, ոնց ես։ Լավ, դու ոնց ես, Շաֆ չէ։ Շատ լավ եմ, շնորհակալություն։ Շաֆ, արի իրար հետ մի հատ գնանք իրար հետ մտովի Հնդկաստան։ Ես Հնդկաստան որ ասում են, շատ պատկերացնում եմ Թաջ Մահալը, Մահատմա Գանդին, 1.5 միլիարդ մարդ։ Մեկ հնդկական կինոներ։ Էլիաս։ Էրիկա։ Ու բժշկականում անցկացրած տարիները, որտեղ լիքը լավ ընկերներ ունենք, ովքեր իմաստոց նայում ես աշխարհի տարբեր ծերերում, Նյու Յորքից, Լոնդոն, չգիտեմ, այնտեղ Ավստրալիայում, բանում, Հնդկաստանում լուրջ մասնագետներ, լուրջ բժիշկներ ու կուրսացիներ են եղել մենք։ Ու Շաֆ, ուզում եմ հետ ամեն ինչից խոսանք։ Հնդկաստանում ես դու 17 տարեկան ես 16, ոնց որոշեցիր որ պիտի գաս Հայաստան ու ոնց որոշեցիր որ պիտի դառնաս բժիշկ, էլի այդ մի հատ պահը կպատնա ու ոնց տնեցիքին գնացիր ասիր պապայի տանուներ գիտենք Մահաբուբա, ոնց ասիր ձյաձ Մահաբուբ չէ, ոնց ձյաձ Մահաբուբը տարավ որ իր տղան թողումա գնա Հայաստան 17 տարեկան էի 2012 թիվ այդ պահին որոշել էի որ երկրից փախնեմ Այդ ոչ թե այդ արմոր գնամ մի քիչ փող աշխատեմ կամ բան ուղղակի դե պատկերացրա պապաս ոստիկանապետ է մամաս էլ մաթեմատիկոսի դասախոս է ու իրան միշտ մի քիչ ուրիշ պատկերացումներ ուներ իմ մասին ու էդ էլ ճանչում է էլի ընտանեկան ձև շատ խիստ դե գիտես childhood trauma-ն է այսինքն բանը պապաս այնքանով է խիստ որպես ասենք ամեն օր կարի վեր լինում ինքը ուզում մի հատ perfectionist դարձներից մամաս էլ նույնպես ուզում էր մաթեմատիկոս դարձներ դե դրա համար ընտրեցի բժշկություն որտեղ դաժան ելնես եմ խելացի որտեղ մաթեմատիկա չկա դե այդ պայն էլ որոշել լավ ամենաառաջինը երկրից գնամ այդ ոնց է Ամերիկայում որ բան է break են վերցնում էլի այդ դպրոցական տարիներից հետո մի տարի երկու տարի վերցնում են գնում պատտում են ռաստաֆարիանիզմն կամ եսի մինչա հիպի են դառնում երեխեքը հետո վերադառնում են իրենց երկիրներ որպեսզի շարունակեն իրենց կարիերա, չէ։ Նույնպես ես էլ մտածեցի լավ, գնամ այնտենց երկիր, որովհետեւ լավ էժան կլինի, եւ ուղղակի ֆարֆարալով գանք։ Եվ մտա Google-ը այդ պայն գիտես Google-ը ոնց էր 2012 թվականին դաժե Հնդկաստանում Google-ը մտնում ես list of countries-ս նայում ու առաջ եկավ բանը բանակարաբար Աֆղանիստան էր, ասեցի ախպեր գործ չունես, Ալժիրիաներ բաներ, հետո եկավ Արմենիա, արա Արմենիա, դա ինչ լավ անուն է, էլի համել սանոթ անուն է, երբ ես չգիտեմ կոնկրետ ուրա։ Տեսա վիզան հեշտա ու բանը համեն էժանա գնալ գալու, ասի լավ պատվեր են գնացինք։ Բայց դուք հարուստ եք ոնց ճոգեցի։ Ես իմ ընտանիք միջին ապրող ենք, տես չեմ ասի, հա միջինից մի քիչ վերև, տենց ասեմ։ Այդպես, դե եկար Հայաստան։ Ու եկա Հայաստան։ Եկա քաղաքից էր։ Մադրաս։ Ու ասում եմ Մադրաս ծանոթ է։ Ուրեմն փոքր ռեմարկա եթե Շաֆին չգիտի Մադրասը Հնդկաստանի Ես ասում եի այդ կտորը ասում եի, չէ՞ որ համել ծանոթ անուն է, բայց չգիտեմ։ Մենք հենց Մադրասում ունենք հայկական փողոց Armenian Street-ը կոչվում
ու մենք ունենք եկեղեցի ստեղծած Հնդկաստանում հայկական եկեղեցի 1700 քանի թվականներին ստեղծած ու առաջի տերտը տպվել է Մադրասում հենց այդ եկեղեցի ազդարարա կոչվում ապրես հայերեն առաջի տպագիր գիրքը ու տպագիր թերթը Մադրաս քաղաքում ստեղծվել այն ժամանակ հայկական առևտրային ընկերությունները շատ ակտիվ են ու քանի որ արևելքն ու արևմուտքը կապող ժողովուրդ էին Հնդկաստանում մեծ օֆիս ունեին այսպես կոչված այնտեղ Հովսեփ Էմինի եթե ճիշտ եմ հիշում Հովսեփ Էմինն էր ոնց որ գլխավորությամբ Մադրասում ազդարար թերթն է տպագրվում եթե սխալվում եմ ուղղակի կոմենտներում ու դու Մադրասից ես այսինքն հայկականությունը դες մանկուց ես տեսել էլի լրիվ դաժե նենց Ինչքան մարդ ապրում Մադրասում 20 միլիոն Ավել ես հումոր արեցի Չէ, ավել ինձ թվում է, 20 միլիոնից ավել Որտեղ դի մետրոպոլիտեն քաղաք է Ես չոտքի տավեր չգիտեմ Դե 20 միլիոն կլինեն 20 միլիոն, հա Ու պատմի, որ իջար Զվարթնոց, ինքնաթիռն եկավ, իջավ գրածա բարի գալուստ Հայաստան, հա, մի հատ քո տպավորությունները, հա Հələ սպասի, եկա Fly Dubai-ով, այդ պայն Fly Dubai էր, էլի Եկանք իջանք ու տենում ես էլի արի պոյսկի մեջ այսինքն սամոլետի մեջից տենում ես օր այդ ինչա սա անապատի մեջ տեղից պատնում ես պաստորեն ես Դուբայում քնա հելա մի քիչ էլ քնեցի ես տված անապատի տեղն է այդ պահին դե տաքսիստներն են սպարսիվնիով բանով դաժե առաջի տպավորությունը օրա Mercedes-ով են ինձ տանում վերջում ինչքան են ուզելու էլի արի հետից կասեք հետո եկանք Զեյտուն հա Զեյտունը եկե հասե ինչ կանով 5000 դրամով շատ լավ ես ասում շատ լավ ես համար շատ լավ բարոն հայրը չի բարալով իմ բարները անգլերը չի բարալով 5000 դրամ դիտի լավ տիվ է 50000 են ուզե դու 5 ես տավե դուս ասեք չէ բազար չեմ արելի շատ ոնց ասեմ շատ համեստ է այդ տավականերին ու փող կարելի զերքս 5000 նորմալ գիներ եկանք հասանք ու բան Ավանի Նարեկացի փողոցում ապրել եմ 2 ամիս որպես տուրիստ ինձնից վերցրել են $2500 որպեսի ամիսվա տան վարձ ու հետել ասին չկա դուրս արի տնից ես էլ ձև չունե 2 ամիս արդեն Հայաստանում էի Կաներես մի ամիս արդեն Հայաստանում երկրորդ ամիսով փող ուզեցին ասեցի այդքան չունեմ որովհետև չգիտես էլի ինչքան է տան վարձը ինչա բանը Google-ն էլ ժամանակ չէր բերում որ Հայաստանում տան վարձը Google-ը ինչ էր 60000 դրամ էր բախ տան վարձը Հայաստանում Nokia C12 էր էլի այդ մոդել գույնով հեռախոսներ այդ էր մեր սմարթֆոնները ինչ Google ինչ Maps Yandex այ մարդ լավ էլի տարգի ամեն ինչ Հենց այդ վաղտը բեցել չգիտեմ մոսանոց չկա ոչ բան չկա Ավանի Նարեկացի փողոցում 14-րդ հարկ պատկերացրա Այ մարդ ես էլ լավ մանալու տեղ չունեմ բան չունեմ չգիտեմ ինչ պետք է անեմ տանեցիկի զանգեցի այդ Skype-ով էլի հիմա նոր Skype-ը մերավ էսով երևի գիտես Skype-ով զանգեցի ասեցի լսեք ինձ մի հատ տոմս ուղարկեք վերադառնալու համար sense Դե պապասը լսեց կարաս մի շաբաթ դիմանաս ես տոմսը կազմակերպում ուղարկեմ ես էլ չէի ուզում շատ չնչի մոտես մի $200 կար մնացած ասեցի լավ ուղարկեք Այդ բանը ասի լավ տուն չորեմ ապրել երևի հոստել այդ բանը հոստել տարբերակել չկար Հայաստանում ասի եղավ ինչ անեմ ու նստա մարշրուտկեն պատտում էի իմ ռուկզակով էլի իհարկե պատտում էի վերջում հասա մեր բանը Սասունցի Դավիթի կայարան հասա ու այդտեղ հասնում է ինչ կան էս մարշրուտկեն ասեց 100 դրամ ես մյուս մարշրուտկեն հարցեցի ինչ կան ասեց 500 դրամ որտեղ է տանում ասեց Արարատի մազ ասեցի լավ ամենավերջում կանգարում կիչացնեք այդպես գնացի իջա ու կամած կասեց ավտոստոպը գիտեք որն է այսինքն պրոստը ասում ես hitchhike ես անում անցնում ես տեղերն ստենում էլի ու տենց կասա իմ ավտոստոպը ու 40 օր չկանգնեց ինչ ուր ես հասել ուր ես գնացել ես գնացել եմ Մեդվատ Գորիս Կապան Արցախ Սուշի Դրամբոն Վանք Ասկերան Աղդամ Տիգրանակերտ հետո Կարվաճարից էլ մտա Մարտունից ինչ բարձ կա սաղ մտա ես ամենակարևորը հենց այդ ճանապարհությունը սկսա ես մի հատ որսատական խանութից վերցրել եմ մի հատ պալատ ու մի հատ տավա ու բրինձելի մի քիչ տենց բան որ կարա դաժե պալատ դուրս խփեմ մնամ ուտեմ բայց ես կես սենց բան ասեմ ես իրոքի ծերտում եմ Այդ 40 օրվա մեջ միանգամ կարիք չեղա որպեսզի ես այդ պալատկա օգտագործեմ կամ ինքնուրույն հացարկեմ ուտեմ որովհետև այդ տվականին
հայ ժողովուրդը հիմա էլ ընդես բարձում ոչ մեկին ստույլ չի տվել դուրսը հաց ծարկեմ կամ դուրսը պալատկա խփեմ մնամ միշտ ինձ տանում ես ինձ հյուրասիրությունով ժողովուրդը ինչքան գիտե մի հատ բարև գիտեի կամ ոնց է գիտեի ինչ այդքան էր էլի այնքան հյուրանքալ ժողովուրդ է այ մարդ տանում էին գարին մորթում բանին մորթում ես ոչ մի բան եմ ջողում ես Այս երրորդ երկիրներից the third nations-ներից եկած մի հատ հանդիկ փորձում է հայերեն խոսալ այդ տղա եմ եղել ջողում ես ու ինքան հյուրասիրություն են արել ես ասեցի այ մարդ հետո դու ուզում ես մի բան սովորես հետո ուզում ես մի բան ստեղծես այս երկրից քեզ ավելի լավ երկիր չկա ու որոշեցի մնալ Հայաստանում ու այտենց հուզումնալից հետո հասկացա որ տան վարձերն ավելի էժան էր այո չգնացիր այդ նարեկացի փողոցի տան տիրոջը մի հատ տենե չէ այդ մարդը ինքնս բանեղավ մերավ սավաքսում եմ տիկո ոչինչ Լավ որ շատ դաշամորթ է այ մարդ իջա մարդը մերավ simple as that come on լավ իսկ հետո եկար բժշկական ոնց ընդունվեցիր հեշտեր ընդունվելը բան հետո գիտեի հետո սանոթներ գտա բժշկականում ովքեր սովորում են հենց այդ նույն տարի ընդունվեցի քննություն է զերո կուրս եք չէ ընդունվում սկզբից չէ զերո կուրս մեր մոտ չկա հենց առաջի տարին եք ընդունում երևի հիշում եք այդ տարիներ որտեղ մագիստրատուրան դուք առանձին պետք է անցնեք ես առանձին եմ դուք առանձին եք անցել հա մամիկոնի այո բարևներ մամիկոնին մամիկոն իմ համելի մուսուցիչն է մամիկոնը դե կարանք բարև տանք բարև մամիկոն ջան դե այդ պահին մագիստրատուրա դուք 2 տարի առանձին եք չէ անցնում ես դրա հաջորդ տարին եմ եկել հասկացա որտեղ առաջի կուրսն է առաջի կուրսում անցնում եք բանեն քիմիա մաթեմատիկա եւ այլն լեզուն էթիկ բիոէթիկա եւ այլն զերո կուրս չկար հասկացա ու ոնց էր քննություն տալիս եք դուք որ ընդունվում եք թե առանց քննության եք նստում քննություն տալիս ենք այո քննություն տալիս ենք քիմիան է մաթեմատիկան է ֆիզիկան է մաթեմատիկայից փախնում եք եկավ ասա դու լավ ես սովորել դպրոցում բայց որ մաթեմատիկայից տվեցիր քննությունները ես գերազանցիկ ուսանող եմ եղել դպրոցական վաղ հա հետո ընդունվեցիր բժշկական տնեցիք ուրախացան շո դու medical student ես տնեցիք չեն ուրախացել ճիշտն ասած իրանք ուրախ են այդ առումով որպեսզի հա բժշկականա ուզում սովորի մի բան բայց համել հերու եմ իրանցից մենք մի քիչ շատ մոտիկ ընտանիք ենք էլի այդ ոնց ասեմ Ջիգարով այ ապրես այդ ջիգարով ընտանիքներից ենք 4 հոգի ենք պապասա մամասա եսը ու հարազատ կորսը 4 հոգի ենք քույրը տալի այնտեղը Հնդկաստանում հիմա հա դիվանագետ ենք արդեն հասկացա իսկ հեչ մտքով չանցավ հետ գնաց Դելհի բժշկականում սորս կամ Մադրասի բժշկականում Դելհի մասին խնդրում եմ չխոսանք Մադրասի մասին հա մտածել եմ Դելհիում 40 օր ապրել եմ մի հատ եսի մինչ գործի կոնֆերենցի համար է գնացել 2016 թիվ, չէ, 18 թիվ։ Ու կյանքում ամենապոշմանած օրերն են եղել։ Որովհետև Մադրասը երբ դու պատկերացնում ես, լրիվ ուրիշ երկիր լինի Դելհիից, որովհետև մեր հեռավորությունը համարյա մի 3500 կիլոմետր է Դելհիից դեպի Մադրաս։ Պատկերացրու չխանդված սովետի պետությունը, հասկանում ես։ Հիմա ոնց կարաս համեմատես Հայաստանը Լիտվանիայի հետ։ Հասկացա։ Լեզուն ուրիշ է, ժողովուրդը ուրիշ են, ուտելիքը ուրիշ է։ Հնդկաստանն էլ է, տենց ինքը ոնց որ սովետական միություն 15 հանրապետություններ, Հնդկաստանն էլ հիմա տարբեր պետություններ։ Այ ապրես, շատ ճիշտ է հասկացիր հիմա։ Որովհետև Հնդկաստանը այնքան մեծ է, այնքան մեծ է։ Դրա համար ես միշտ օրինակ եմ որպես չխանդված սովետի պետություն։ Դաժե ես մտա իմ համար cultural shock-ներ այնքան կային, լեզուներ ես հինդի մանավանդ գիտեմ, ես հինդի գիտեմ, բայց էլի ես տանջում էի։ Հասկացա, որ ես չէի կարող յոլատանել։ Հա, հասկացա։ Չէ, մենակ բանով չի։ Հիմա պատկերացրա հարավից եմ, չէ՞ ես։ Հարավի կրթության տոկոսը համարյա 98-ից 100%-ն է, կրթության տոկոսը։ Իսկ հյուսիսում Դելհիում Արյա Բանջոն եմ ասելու, լավ Ատորեք, հայրը եկել են մեզ ուսում են տվել Մերսի, խնդրեմ Ու մենք հարություն փողոց ունենք Իսկականից մենք հարություն փողոց ունենք Էդի կոչում հիմա Արայտուն փողոց Արայտուն? Արայտունա կոչում, բայց իսկական անունը հարություն փողոցն է Դե այդպես, դե եկել շնորհակալություն հայեր, հին հայեր, ովքեր մեզ ուսում եք տվել։ Դե հիմա որտեղ ենք խոսում։ Հա, այդ 40% է հյուսիսում, անոնց 40%-ից 50% ամենագերազանցագույն էլի այդպես։
դե մակրության աստիճան չխոսամ, դե իմ երգերն բան չունեմ ասել։ Դելից։ Հա, ախպեր։ Դե ինչ ասեմ։ Հիմա բժշկականում ընդունվեց իր վերաբերմունքը ոնց էր։ Օրինակ ես շատ եմ ունեցել հնդիկ ընկերներ, մոտիկություն են կարել, կավեն են խաղացել իրար հետ, քո հետ եմ խաղացել ոնց որ թե քեզնից առաջ եմ ես խաղացել։ Բգավի դեսնց։ Համարցակվեց։ Ոնց էր վերաբերմունքը դասախոսների, ուսանողների, հայ ուսանողների, որտեղ իրանց համար էլ է շոկ ու մտնել ուրիշ կուլտուրայի մեջ։ Մենք մոնո երկիր ենք, մենակ հայեր ենք։ Մեծ մասն էլ, ասենք, շփվել է մենակ հայերի հետ, ասենք արտասահման չէինք եղել, որոնք 12 թվին քչերն էին գնում արտասահման, վիզա չկար։ Հա, ու ոնց էր վերաբերմունքը, մենակ լրիվ անկեղծ էլի։ Լսի, հիմա հանդիկները կան ովքեր նենց պատրաստ են եղել, հասել են Հայաստան, իրանք գիտեն, էլի, իրանք դաժե չգիտեն ինչա, ոնց է, երբ ոնց, իրանք պատրաստ են որպես բժշկական են։ Գալի սովորելու, գնալու ենք այստեղ 6 տարի անցնում է, գրում եմ Հնդկաստան հետ եմ գնում, որ սովորեմ։ Դա իրանք մտածելակերպն է։ Իմ դեպքում կանի ասել եմ, գնացել եմ ֆարֆարացել եմ, սիրահարվել եմ Հայաստանի հետ, ու ամեն ինչ, ու ես գիտեմ հայերը ովքեր են։ Հասկանում ես, գոնե ես մի գահապար ունեցել եմ։ Հենց այդ 40 օր հետո ընդունվեցի սեպտեմբերին արդեն, ընդունվելուց հետո ես համարյա հանդիկ ընկերներ չեմ ունեցել։ Կուրսի տղերք են, համել բերվի նկատած կլնես բժշկականում, դե հանդիկները առանձին խմբում են լինում, կամ արտասահմանցիները առանձին խմբում են լինում։ Այո, բրես որտեղ 90 մի հատ էլ Պակիստանից եկած հայ։ Ինչ որ կամ սուրիացի, այդ բան սուրիացի հայ։ Այո, սուրիացի հայ տղերքը լիքը գալիս են այդ վաղ։ Բայց իրանք էլ են անգլերեն խմբերում սովորում։ Իրանք էլ են անգլերեն խմբերում սովորում, դե արտասահմանցի խմբերն են։ Առաջ ես այդ խմբերի մեջ էի, հետո բանը, հենց այդ Green Chair գիտես, էլի։ Այդ կանաչատորները։ Դե անկերության շարժապատը է դեից հասկացու։ Սաղ բժշկականում տենց է եղել։ Դու որ ուզում ես որ կուրս ուզում ես, սաղ շրջապատը այդ Green Chair, առաջ կանաչներ է կոչվում դա եղբայրը։ Պուլպուլակի մոտ։ Այո, բրես, չէ պուլպուլակի մոտ չի, պուլպուլակից մի քիչ էսկոպ սկալի։ Հասկացա։ Ինչը վերոնորակել է, տենց ասեմ, հա։ Ու լավ էր ոչմ, ընկերություն ամեն ինչը ձևավորվեց, չէր նեղվում, այսինքն չէր նեղում հայերը, ասեն դե ինչ գործ ունես տե կամ բան անեմ արդիկ էլի։ Եղել է։ Բժշկականում չէ, բժշկականում չէ իհարկե, բայց դարսերում հա։ Բա ոնց էր տանում այդ ամեն ինչը, դու այնտեղ միլպետի տղա ես, մի հատ հարցելներ, ոտերը գջարդ էր, սաղի ուստեղ եկել ես ինչ-որ մեկը իր անշնորհքությունից դրդված կարա ինչ-որ քեզ օրինակ նեղացնի։ Իհարկե, դու թեթև մարդ ես, կարող ծանրը չես տարել, բայց չէ, ես անր տարած մարդ եմ, ես քեզ սենց ասեմ, ես համել մի քիչ լավ մեծ թարաշով եմ անգլի, թարաշմալը շատ եմ սիրում, ու մարդկա տղերկական ես մեր բարբարով ասած այդ ոնց է կոպիտա հնչել լագոտներ, փողոցում կանգնած մի հատ բիչոկը սախած ասում են սովվա եկել լա բան։ Հասկացա։ Արդեն այդ պահին կանի մի քիչ հայերեն գիտես, բայց լրիվ չի գիտես։ Պրոստը ճաշտում ես արա իմ հետ ես։ Բանը հետո այդ ագերքի մի հատ բան ասա, ես քո հետ չէ ապեր վաբշե։ Դու ինչ պատասխան տա։ Հետո այդ դրա պատասխան տալ ձևս գտնում բան սանում ագրեսիան բանը։ Հետո գողական բանել ես սովորել է։ Դե լսի, ապրելը ուրիշ է, survive լինելը ուրիշ է, գոյություն ունենալը ուրիշ է։ Դու գոյությունի բանի մեջ ամեն ինչ պիտի իմանաս։ Համ լավ բաներ, համ վատ բաներ։ Բա։ Լավ, այս հասկացանք շավ։ Բա հետո ոնց ընտրեցիր աշխարհի ամենադժվար բժշկական մասնագիտություններից մեկը։ Կարեր մաշկա բանը լիներ, չեմ ասում մաշկա, կարեր ուրոլոգ լիներ, կարեր լիներ գաստրոենտերոլոգ, դու գնացիր սրտային վիրաբուժություն։ Ամենածանր բժշկական մասնագիտություններից է երևի ոչ ամենածանրը, որտեղ կայացումը կարա տևի 20 տարի, որ դու Արդինատուրան ավարտես 20 տարի է տանջվես, նոր դառնաս այն քո ուզած կարդիոխիրուրգը։ Ահա։ Ոնց եղավ որ այդ ընտրիր մամիկոնին նորից բարևներ։ Դե արի ես լիքը մտածել էի այդ շարժապոլորդի մեջ ու մինչև արդինատուրա սարտի վիրաբուժություն ընտրել է ինձ այնքան են խորտել շավիջան խնդրում եմ սարտի վիրաբուժություն չընտրես։ Ով էր ասում։ Իմ իմացած սարտաբաներ չեմ ուզում անուներ տամ սանոթներից էլի ասեմ ինչ ուզում ես ընտրի գիտես ով է սարտի վիրաբուժություն ընտրում այդ բժիշկն են ասում գիտես ով է սարտի վիրաբուժություն ընտրում այն մարդ ով չի կարող ուրիշ առարկայում ընդունվի Յո
Ինքը տենց էր ինձ նկարագրում, ասում է Շաֆի ջան, ձեր ասացի նման, ասում է Շաֆի ջան 20 տարի աշխատես, 30 տարի աշխատես, որպես վերաբուժ կայուն անելը շատ դժվար է։ Շատ դժվար է։ Դե գիտեք, համել այդ մասնագիտությունա պահանջում այդպես, դե սկսում եք որպես ռեզիդենտ, ռեզիդենտից հետո երկրորդ ասիստենտ, երկրորդ ասիստենտից հետո առաջի ասիստենտ, առաջի ասիստենտից հետո մի քանի տարիներ պիտի անցնի, որ բժիշկ դառնա։ Ահա, որ դուք ձեր թիմը ստեղծեք, ձեր թիմը ստեղծելուց հետո սկսեք վիրահատել։ Էդի մինիմալ մինչև մի 45-ից 50 տարեկան։ Դե ես այդ եմ ասում, սրտային վիրաբուժությունը դա այն ոլորտն է, որտեղ դու չես կարա պրոստը սրտային, դու պիտի թիմ ունենաս, դու պիտի ունենաս քո անեստեզիոլոգիայի թիմը, բուժքույրերը, քո երկրորդ, երրորդ ասիստենտները, ովքեր քո հետ կաշխատեն, էլի։ Դա ինչ հեղավոր ընտրեցիր։ Դու միշտ ամենադժվարն ես ընտրում, չեմ ջոկ։ Հիմա նայեք, պրոստը այդ բահը է նա, որպեսի ես գիտեմ, այս մասնագիտությունի պահանջ կա։ Կարող է Հայաստանում չկա, կարող է աշխարհում չկա, բայց մի օր, էսի ես ընդունել եմ որպես հիմք, որտեղ բժշկությունը դե լիքը բժիշկներ կան, որ մտածում են, հա, մի մասնագիտություն ես սովորել եմ, այդ մասնագիտությունով էլ մինչև կյանքի վերջ ես աշխատելու եմ։ Իմ մտածելակերպը մի քիչ ուրիշ էր։ Կարող է ես 4 տարի արձանատորը սովորել եմ սրտի վիրաբուժություն, ինչու՞ չի մի 4 տարի էլ կսովորեմ, գնամ անատային վիրաբույժ սովորեմ կամ վերապատրաստեմ ուրիշ բան սովորեմ։ Դրա համար ես իմ հիմքը ուզում եի ամուրացնեի, արի հետեից սկսենք, ամուրացնեի, որ ամենաբարդ մասնագիտությունը ընտրեմ։ Դե տեխնիկան է, ես ոնց ասեմ, դե սրտի վիրաբուժությունի մեջ մեծամասը մտնում է վասկուլար վիրահատությունը, այսինքն անոթային վիրահատությունը մտնում, եւ ուրիշ տեխնիկաները, այնքան է սովորում, դե այկ ենք սովորում, այսինքն արհեստական շարժանառությունը սովորում, ամեն ինչ էլ սովորում ես։ Էդի հիմա օրինակ նայեք, ես emergency medicine-ել եմ սովորում, չգիտեմ ACLS-ը, BLS-ը, PhD-ը, սա ավարտած սերտիֆիկատներ ունեմ, ու այդ ոլորտով էլ զբաղվում եմ, ու մի հատ կազմակերպությունի ներկայապահին փոխտնօրեն եմ, ովքեր բուժսահարայություն են մատուցում։ Հա, փակագծերը չբացեն, գիտենք, որ ծառայություն դու ասացիր նկարանում ես առաջ, հա։ Իսկ սենց հարցը ձևակերպեմ, Շաֆ ջան, անցնում հայ ես եմ, ես մասը։ Լավ, իսկ հիմա սրտային վիրաբուժության մեջ դու երրորդ ասիստենտի կարգավիճակում ես, չէ՞, հիմա ճիշտ եմ։ Երկրորդ, արդեն մի փուլ անցել ես, այսինքն այդ ամեն ինչից։ Հիվանդները ոնց են ընդունում, մեր հայ հիվանդները մանավանդ այդ վիրահատությունները տարիքով մարդկանց մոտ, ասենք, սովետ ապրած մարդը գալիս է, թրկացնում է դուրը, ասում է Շաֆի Մահաբուբովիչը ստեղ է, ասենք Հարուն Այրանովը պետք է դիմի, ոնց են քեզ ընդունում որպես մասնագետ, ոնց է քո կոնսուլտացիան օրը անցնում, ոնց է ստաֆը քեզ ընդունում, բուժքույրերը, բան որ դու ես հայկական կարող է դու Ամերիկայում այդ խնդրի չունենալ, բայց Հայաստանում դու այդ խնդիր ունես, որտեվ 70 տարի իզոլացված պետություն մենք ապրել, արտասահմանցի չեն տեսել մարդիկ։ Ոնց ես դու իրանց բացատրում, որ դու լավ սրտային վիրաբույժ ես, լավ ավարտես, գիտեմ որ դու լավ ես սովորել ու ոնց է դա ամեն ինչն եղել։ Սրտի վիրահատությունի մեջ ամենամեծ advantage-ն է, advantage հայերեն ոնց է, արավելությունը, ես ոչ մեկին չպիտի համոզեմ ոչ մի բան։ Հասկացա։ Ես ոչ մեկին չպիտի համոզեմ ոչ մի բան, որովհետև էսի թիմային աշխատանքն է։ Դուք որովհետև իսկական էսի թիմային աշխատանքն է, ու իմ թիմը այնքանով լավն է, այսինքն իրանց թիմը երբես միացի, դե մեր գլխավոր վիրաբուժիչն է բժիշկ Ավետիս Ահորանյանն է, ու մի հատ էլ վիրաբուժ ունենք բժիշկ Խոչարյանը։ Իրանք երկու հոգի հիմնական վիրաբուժն են եղել, ու մեկ էլ բժիշկ Բալայան, բարև ձեզ, ու իրանք նենց բոտիկ են ընդունել, իրանց էդի ոչ թե թիմ կասես, այլ ընտանիք կասես։ Այսինքն, հետո դու մեկի հետ լավ ես, բոլորի հետ էլ պետք է լավ լինես, հետո մեկի հետ դու վատ եղավ, բոլորը քեզ հարց են տալու, խի ձեր մեջ ինչ ա եղել։ Հավաքեք ձեզ, որովհետև 7 ժամ, օրվա մեջ մինիմալ մի 7 ժամ մի տեղ կանգնած, դու բանը մասնակցում ես այդ վիրահատությունին, դու contribution-ներ ես անում, minimum 7 ժամ միջին ասելով։ Չեմ ասում էդի բարդ գործական բանը, հետո դու կո ռիթմը բարդ գործ ասում չեմ ասում, այնքան ես մեջը չէ, բարդ գործն է։ Շաֆի բարդ գործ է, լավ։ Ուղղակի գործն է։ Ու իմ ամենա ոնց ասեմ, իմ ամենամեծ ուսուցիչը, որ ես ունեցել եմ, անունն է Արտուր Հակոբյան, Արտուր ջան, բարև։ Ինքը մինչև հիմա իմ աշխարհի ամենամոտիկ ընկերն է, ինքը մասնագիտությամբ ֆելշեր է, հասկանում ես, բայց ինքը մեր վիրահատորում ինչ կան գործ կա ինքն այն սովորացրել։
Դաժե մեր վիրահատրանի մայրապետից սկսած, բուժկորից ամեն մեկից սովորում ես։ Կարդիո վերաբուժությունը տենց բան, ամեն մեկը մի տեխնիկ ունի։ Ոնց եղավ որ քեզ ոնց ընդունեցին։ Սա հայ են ու քեզ հնդիկ որպես ընդունեցին։ Մեկը ոնց եղավ որ դու այդ շանսից չօգտվեցի, որովհետև հնդիկները ձեր անձնագիրը ձեզ թույլ է տալի, ասենք Լոնդոնում շարունակել կրթություն ու բանը կամ Ամերիկայում, հա, ավելի շատ է թույլ տալի, քան մերը։ Դու կստացի Հայաստանի паспорт ունես արդեն։ Չէ։ Չէ։ Չէ, առաջարկեցին չուզեցի։ Որ բանակ չեմ։ Չէ, ես ուզում եի կինս չթողեց արի հետից սկսեք, չէ։ Ուզում ես ծառայիր հայոց բանակ։ Ես դաժե առաջարկել կինս ներկապային կինս այդ պայինի մանկիրուին էր, ինքը ասեց չէ դու գործ չունես Շաֆի ջան։ Շաֆ իսկ կինդ հայ է, չէ։ Այո։ Բժիշկ է էլի։ Ստոմատոլոգ է, բժշկուհի է, հա։ Հա, ու ոնց եք ծանոթացել։ Գնացել էր ատամները սպիտակացնել։ Չէ, այդ պահին ինքը բժշկուհի չէր, բանը հոկտեմբերի 31 2017 թիվ։ Ռոմանտիկ օրով ժամով հիշում ես, դավայ։ Հալովին օրը, Հալովինի օրը։ Ահա, մտածես դիմակով ես։ Ախպեր ինչ դիմակ ես արդեն հետ երևի Կալումեպապ գիտես։ Հա, ոչ չգիտեմ։ Դե Կալումեպապա ես էլ բատա։ Դե մի հատ էլ աղջիկը նստած է անկյուն, պրոստը ոչ մի գրիմով բանով, պրոստը 3 հատ կատվի գիծով, էլի, յանի կատու է, սև շորիկ հակած։ Այ մարդ ես էլ մի քիչ դե հումորով տղա եմ, հենց մտա կատունա նստած, ես էլ ասեցի նորմալ աղջիկ ոնց պետք է ասի, արոյսով է, ստողն ու вообще թարս պետք է նայ, չէ։ Այդ աղջիկը լսես ու ասի արա սիրտս կապավ։ Ամուսնացակ։ Ու սիրտս կապավ։ Այդպես դե հետո հետաքրքրվեցի ով է, ինչ է, բան է, ամեն ինչ։ Քուչա գնացել։ Արի չսկսեք։ Բայց գնացել ես։ Ոնց չէ։ Լավ է։ Բա։ Պատկերացնում եմ տեսան շավ։ Էդի հեծի բարջի ստենդափը դրամասին էր։ Հա։ Գնացեք YouTube-ում նայեք, հա։ Շավ, հա, կստացի։ Ես էլ եմ ստենդափ կարել։ Ու ստես ամեն ինչ որ կա սկսել եմ հասարակ ստենդափից։ Վաու, yes, Սերգեյն էր տանում ինձ ստենդափ, ասում էր Սերգեյն գիտես, բոյով սիրուն համով տղեն։ Հա, ինձ գրկած տանում էր, ասում էր հələ ստե մի հատ փորձենք այս open mic գնում է իր հետ միշտ ելույթ է ունենում։ Ռուսաստանում սիրում եմ ես պրոստը, իսկ դու էլ ես սիրում։ Of course։ Ասա որ հումորի մեջ ելնել է շատ օգնում, որպեսզի աշխատանք տալ թեթև անցկացնես։ Հումորը ավելի կոնկրետ դիֆենսիվ մեխանիզմն է ամեն մեկի համար, ամեն լավ ինտելեկտուալ մարդու համար հումորը դիֆենսիվ մեխանիզմ, պաշտպանական ռեակցիան է, էլի։ Կարաս դու վատ վերաբերվես ջղային անաս, կամ էլ կարաս խանդաս այդ խնդրի վրա ու անցնես։ Դե հա, միանշանակ։ Նախ ընտրում եմ երկրորդ տարբերակ։ Իսկ սերիալներ, կինոներ դու շատ ես խաղացել, քեզ երևի ազգի մեծ մասը հենց տենց է, գիտի, չէ պատկերացնում, որ լուրջ սրտային վիրաբույժի հետ գործ ունի։ Այդ մուտքը ոնց եղավ, զուտ քեզ որպես հնդիկի կերպար էին օգտագործում, թե Էդ էլ բան է, ասում է դիֆենսիվ մեխանիզմ, չէ։ Սերգեյ Գասպարյանին երևի ճանաչես։ Ես ու Սերգեյը պրոստը սանոթ ենք եղել ու մի հատ mutual ընկեր ենք ունեցել ու Բարսելոնայում ենք Հատիսի սար Աբովյանի Հատիսի սար տրեքինգ ենք անում Սերգեյին ես вообще չէի ճանաչում այ մարդ սկսեց իմ ոտերը սարել մականներս բռնվել է էլի բանվանդ իջնելուց արա ենքան բոց է բարել ենքան բոց է մարել Սերգեյն ասաց Շաֆի ջան դու պիտի ստենդափ անես ասացի լավ ինձ էլ տված երևի նենց առաջարկա յանի բան եւ այլն Շաֆի մեծ ստենդափարա բան Այդտեղին իսկականից իջավ պրոստը ոնց ասեմ մի 2-3 օր հետո լսի գնա այս մարդուն հանդիպի այդ մարդը ստենդափով զբաղվում է ես էլ ասի լավ ես էլ գնացի ուղակի տեսնեմ ով է ինչ է ու գնացի հանդիպեցի Լուսի Ալեքսանյան բարև Լուսի ու ինքը ամենա իմ քյուրատորն է եղել էլի սկրիպտի ես անգլերեն գրեցի տարա ու ինքը հավանեց հետո հանդիպեցի Սարգիս Մանոյանի հետ Armenia TV ու ինքը հավանեց ու էկզոտիկ դարա էլի ես դու գիտես չէ Սարգիս Մանոյանը մեր բակերի սցենարիստն է այո շատերը չգիտեն բայց Սարգիս Մանոյանը ստեղծել է հայկական իրականության ամենաուժեղ հումորային ֆիլմերը Մերբակ 1-ն ու 2-ը ու դա մարդը գարի ֆանտաստիկ դա հերիքա մարդուն ասած ֆանտաստիկ ժանրի ստեղծագործություն է էլի գրե
ու իմ սցենարը ես մտքում ունենեմ այդ բանի կյուրատորն է հիմնականում հետո Սարգիս Մանոյանն է լինում սա բան ենք անում ու տենց էլ անցա ես stand-up առաջի սեզոն, երկրորդ սեզոն, երրորդ սեզոն, հետո նկարվեցի New School Comedy-ում, New School Comedy մի սեզոն էր, դրանից հետո հայտնվեցի Full House-ը մի դեր խաղացել եմ ու բանը Ազիզյաններում մի կտոր խաղացել եմ, դրանից հետո մեծ սերիալ որպես մեծից փոքրում եմ խաղացել, դրանից հետո ստոպ ա եղել ու tech startup-ը չէ, դրանից հետո արձանատուրա անցա, որոշեցի լավ ոչի բան հիմա ամենից ստոպ տանք, դրանից հետո ես վերջում մի հատ կինո կա է, որ նկարվել եմ մոռացա, Բախտի տերը։ Չենք նայել, չգիտենք։ Ու վերջում նկարվեցի Spin Ideas Agency Wings-ի համար հատուկ ստեղծված tech startup-ում։ Ինչ դեր ես տանում tech-ում։ Հենց շաֆին է, իմանում ես հենց այդ կերպարն է։ Ուրիշ sound չեմ մտածում դժվար չէ։ Armen։ Մտքեմ չած տուն արի շատ խնդալու կլեր դու ներս մտեի, ծանոթաներ շաֆի չէ, Armen է իմանում։ Ես հնդիկեմ Հնդկաստան, բայց անունս Armen։ Armen։ Շատ խնդալու կլներ։ We are all men։ Oh yeah։ Ճիշտ ասած Նարեկը ինձ 3 տարի առաջ հանդիպել է, մինչև կորոնան, չէ, կորոնայից հետո, նոր կորոնայից հետո բոլորին ինքը պատմում էր, որ ուզում է սերիալ նկարի Նարեկի ես սիրում եմ այդ կամ իր բնդաճակատ, որ ինքը մի բան ուզում է անում է, ու Նարեկը ինձ երևի 3-4 տարի առաջ էր պատմում, որ ուզում է ստարտափի մասի սերիալ նկարի, ու վերջերս մի 10 օր առաջ վերջացած նկարահանումները, շուտով Wink-ով կդիտեն մարդիկ, Էդ եմ ասում, հենց 3 տարի առաջ ես հանդիպեցի Նարեկի Սերգեյի հետ ես պետք է աշխատեի 2016 թվականից, երբ է stand-up մտա, միշտ մի հատ առաջարկ լինում, պետք է stand-up անի իրանց հետ, վերջի վարկյանում չէր լինում, որովհետև այդ պրոյեկտը չէր լինում, կամ ես պետք է հայտնվեի միտեղ հետ, մի հատ կադրի մեջ կամ բանը, միշտ ոչի բան չէր լինում, էլի, ու տենց էլ եկանք հասանք 2019 թիվ, այդ պահին 2020 թիվ, կանար է, 21 թիվ, 2021 թիվ Նարեկին կասկադում հանդիպեցի, Նարեկին ասում է Շաֆի ջան գիտես չէ, տենց տեք ստարտափի մասին մի հատ սերիալ եմ ուզում նկարեմ, ասացի շատ լավ է, գիտես չէ մի հատ հանդիկ կերպար ունեմ պատկերացրած, բան, հետո սաղ սույս տվեց, ասի վայ թույնա, երբ ենք նկարում, ասում շատ շուտով, հեսա կասեմ, հետո գիտես բանը սաղ անցավ բան ու այս տարի դեկտեմբերին 2024 դեկտեմբերի զանգեց, Շաֆի ջան հիշում ես այդ տեք ստարտափը, ասացի Վայ բարև դու հիշում ես այդ ստարտափը։ Վայ բարև դու հիշում ես այդ տեք ստարտափը։ Ասում հա դրա մասին դու կարանաս գաս որտեվ ես մի քիչ ուրիշ զբաղում դեռ ունեմ։ Դու կարաս գաս նկարանում ասել եմ Նարեկ ջան լսի ես 2016 թվականից սպասել եմ կորետ նկարվեմ։ Չի ստացվել։ Ես եմ ասում ես կյանքում ես շանսը չեմ կորցնի դաժե դու մանանդ առաջարկել ես ու այդ պրոյեկտը կա։ Ես դաժե ամեն ինչ աշխարհում շուրտամ գամ հասնեմ նկարանումի ու տենց էլ արեցի։ Ես եմ նկարվեցել եմ, պրոստը իմս էպիզոդիկ փոքր դեր։ Տեսել եմ, հա, ես ներկա եմ եղել այդ օր, երևի հիշում եք։ Շատ լավ է, չէ՞, խաղում ասել։ Շատ։ Ես պետք է լինեմ Դավիթ Ալ Կապրիոն ոչ թե։ Դու պետք է լիներ Դավիթ Ալ Կապոնե։ Ալ Կապոնե։ Շավ, բժշկությունից է մեր ոդկասթը вообще շատ հետաքրքիր է որ բանանք։ Սիրած դասախոս ունեիր բժշկական, մեծ առաջի 7 տարվա մեջ որ տենց, ինչև արձինատուրան։ Դες առանձնահատուկ տպավորվել է։ Տատա Խաչատուրյանը։ Իմ ավելի կոնկրետ ասեմ իմ արձանատուրի դասախոսն է, Տատևիկ Խաչատուրյանը, տատա ենք ասում մենք, անոտային վերաբուժայինք է։ Ինքը ոնց ասեմ, ինքը նենց դերա խաղում իմ կյանքում մինչը հիմա, որպես well-wisher, իմ մենտոր, պլուս միշտ այդ դասախոսների մեջ մի հատ մամայի կերպար ունենում ես, պատկերացրա, կոմասին հոգս է տանում, միշտ քեզ ասում է լավ է նա, վատ է նա, մինչը հիմա դաժե իմ կարիերան, մինչը հիմա ինչ որ գործ ես ունենում եմ ներկապահին, դա իր առաջարկածն է այդպես։ Հասկացա։ Շաֆ, հիմա արի գնանք մի քիչ էլի քո ընտանեկանի մեջ խորնանք։ Մամայինք որ իմացան հայ ես ուզում։ Ահա։ Մեր մամաները որ իմանում են հայ տղեն ռուսա ուզում, դուս լավ ծանր են տանում։ Որ դու ձերով իմացան շատ վատ օրինակ բերեցիր, հայ տղեն ռուսին ուզել է։ Բայց արի հանդիկ տղեն հայ ուզում, հայ աղջիկ ուզել է։ Կներես դու ճիշտ ես, ահա։ Դե լասա, ոնց տարա մամային, պապային ասացիր, մամ, պապ ամուսնանում եմ, իմ սիրած աղջիկն էլ հայ է։
Միայն շատ ուրախ էին, որովհետև ես տենց չի հենց որոշել եմ բասակվեմ հենց այդ օրը մսը, որովհետև մենք 6 տարվա ցանոթություն ենք ունեցել ես ու իմ կինս, հենց առաջորդ անկերանալուց էլ կամաց սկսում ես ասել, որովհետև ես ու մամաս աշխարհի ամենամոտիկ անկերներ ենք։ Ինչ կա կիսում ենք, բան ենք անում, ասի մամ, գիտես չէ, տենց սիրուն աղջիկ եմ հանդիպել եւ այլն, դա մեծ բան չի եղել իրանց մոտ։ Շոկ չի եղել։ Չէ, իսկ քո կնոջ տնեցիքի մոտ Ой, это вообще бомба եղել։ Լումատ բան։ Շաֆ մեռնում եմ։ Դե առանցից տեսա podcast բացեմ իրար հետ բարեք։ Էդի copyright բառ է, էլի իսկականից դրա վրա իսկական կարա կինոն ակարել։ Shoot of detect։ Այդ նարեկին միտք դուր մի հատ էլի։ Որպես showrunner։ Որպես showrunner իհարկե։ Կտանք, բայց հիմա այդ վախտը չի, աշխարհը դեռ պատրաստ չի այդ պատմությունը։ Բացել պատմի, դե երկու բառով պատմի։ Տենց պատմություն դու կյանքում լսած կարաս չլես, բայց կանի։ Privacy հարցեր կան այս պահին։ Հասկացա, լավ։ Հասկացա։ Բայց ընդհանուր առմամբ լավ եք իրար հետ գոնե։ Նոր տարուն եղել է զոքանչես տունը։ Հա։ Գիտես դաշն։ Ինչ ասեմ։ Հա, okay, շավ ջան։ Լավ։ Արստը մի հատ էլ հարց ծնվա, բա ուրեմն երեխա ունենեք, հայկական ունեք դնել թե հնդկական։ Դուք եք սահմանապահում երախոն աշխարհը մեծ է։ Հա, Ջոն կդնենք կպրծնենք։ Elon Musk-ը իր երախոնին ինչ ա դրել։ Այս վերջին ինչ եմ իմանում, բայց Այս վերջինը չէ, դրա նախորդ է։ Այն որ C3 եսին պես 045։ Այ այդ ինչ մաս դաժե դու կարաս պելանես, իհարկե չէ։ Просто արի տենց պատկերացնենք, էսի երկու երկիրի պրոդուկտ է լինելու իմ երեխան։ Ու տենց ծոցա չկա, կամ մեր շարժապատից կամ մորկուր կամ հորկուր չկա, որ չեն հասել, որ երբեք երեխա ունենալու։ Սիրելիներս follower-եք շաֆին, ես ամեն շաբաթ ուրեմ կանչել։ Մենք մտերիմ ենք, դրա համար ենք sense հումորներ մեզ թույլ տալի, խնդրում եմ կոռեկտությունը կոմենտներում պահեք, հա, մենք մտերիմ ընկերներ ենք, իրար հետ տենց հումորներ մեզ կարող ենք թույլ տանք։ Լրիվ։ Հիմա արի մի քիչ բժշկությունից խոսենք։ Մենք ունեցել ենք այդտեղ Ակնաբուշ հյուրով 2 ամիս վերապատրաստել էր Հնդկաստանում, մեր Ջուլիան Ղարաբաղցյան, ինքը շուտ մանրամասն պատմել, որ այնտեղ շատ զարգացած բժշկություն է Հնդկաստանում, բավականաչափ զարգացած, որ այնտեղ այն ինչ որ մեր մոտ դաժե մի բան ծանրանում է, այնտեղ շատ թեթև ձեռի բանով ռուտինային աշխատանք է տարվում։ Հիմա ուզում եմ հասկանամ, դու հնդկական հիվանդանոցում որպես բժիշկ կամ որպես ռեզիդենտ կամ որպես ուսանող հայտնվել ես, տեսել ես այնտեղ ինչա ու ոնց է ինքը տարբերվում Երևանի բժշկությունից Հայաստանի։ Ես sense բան ասեմ, ես եղել եմ 3 ամիս Հնդկաստանում, բաց վիրահատարանում, այսինքն բաց սրտի վիրահատարանում, այդտեղ Սելեմ քաղաքում, էլի, այդքան տենց չի ինչ որ մետրոպոլիտեն քաղաք է, բայց այդ քաղաքում կար հիվանդանոց, այդ հիվանդանոցում կար 7 հատ վիրահատարան, դրանցից սրտի, բաց սրտի վիրահատությունները 5 հատ են, 5 հատի մեջ էլ օրվա մեջ մինիմալ 2 հոգի վիրահատում է։ Ոայ մամա ջան։ Այսինքն օրը 10 հատ մենակ բաց սրտի վիրահատություններ են։ Օրվա մի հատ հիվանդանոցում։ Ու այդ Շաֆ այդ քո ասած ոչ փոքր քաղաքում եւ մի 5 միլիոն մարդ էր, չէ՞ ապրում։ Բա կանարես 1 միլիոն ու 200,000։ Հա, բայց փոքր հնդկական փոքր, հա, բայց չեմ ասում, it's not a village։ No. Village-ի քաղաք է, Սելոմա կոչվում։ Նորմալ ապրում են, հենց այդ Սելեմ քաղաքի մեջ էլ կար 10 հատ հիվանդանոցներ նույնպես, հասկանում ես։ Բայց կողքի քաղաքներից են երևի գալի վիրահատվում եւ բան եւ։ Չէ, ամեն քաղաքը գոնե մի հատ այս հիվանդանոց ունի։ Ամեն քաղաքը։ Չէ, մտքով հետ անցել է հետ գնաս այնտեղ շարունակես, որտեղ այնտեղ պերսպեկտիվան ավելի շատ է։ Դու հնդիկ ես, քեզ մարդիկ այնտեղ ոնց որ իրանցից կընդունեն, ավելի շատ կվիրահատես, ավելի շատ ձեռդ կբացես, ավելի հզոր վիրաբույժ կդառնաս։ Այդ է սա հարցերից պատասխանը տվիր։ Հաճա լուրջ մտքովդ հետ անցել է, թե չէ։ Թե արդեն Հայաստանը տենց դու Հայաստան մտելա մեջը դուրս չի գալիս։ Տենց հետո ես տենց ասեմ, դա սուտ կլինի, իհարկե ես մտածել եմ կարող է այս մի պերիոդի համար մի հատ գնամ, տեսնեմ տեխնիկան ինչ է, ոնց է, մի հատ էլ մի քիչ ձեռքս բացեմ գամ, բայց ինձ թվում է ավելի կոնկրետ, ես գոհ եմ, ես որտեղ եմ։ Արի այդտեղից կասեմ, որտեվ Best Life-ում նենց թիմ ունեմ, որտեղ ես Հայաստանում էլ տարբեր տեղերում աշխատել եմ։ Բայց այս թիմը իմ ամենասրտի մոտիկ թիմն է, որտեվ ինձ ամենաառաջին անգամ մի հատ սկալպել տվին, այսին ախպեր ես գործը արա, էդի դաժե Հնդկաստանում չէին առաջարկի, որտեվ մինչև ռեզիդենտուրան թույլ դե գիտես, սրտի վիրաբուժությունի մեջ տենց է, 3-4 հետո կուրսը 4 տարի է, մինչև 3-րդ տարի քեզ սկալպել սկիթ չեն տալու, որպես ասեն լավագույն դեպքում
չգիտեմ այդ բառը սատից մի հատ ասելու են մի հատ մաշկ կարես բան այդ կանը միանա կարել տեխնիկային սովորացնելու բան այդ կան բայց ինչ որ թիմ ես ունեմ ես ներկա պահին որովհետեւ ես 3.5 տարի համարյա 4 տարի աշխատում եմ էդի շատ ես ամենաճիշտ ես ինձ կոմֆորտն եմ զգում էդի ամենաառաջին է երկրորդը իրանք ինձ վստահում եմ ես էլ իրանց էդի երկու կողմանի են ու երրորդը տեխնիկապես մեր Հայաստանում մենակ մեր հիվանդանոցում որովհետեւ էվի նեոպլաստի արում այսինքն սրտի պերիկարդից մենք արտել կլապան ենք ստեղծում հենց հիվանդի ստեղծում ենք ու տեղադրում ենք որպես սրտի կլապան արտի կլապան ու տեխնիկապես էլ մենք ուժեղ հիվանդանոց ենք Բայց կարիք չունեմ Հնդկաստան գնալու, հետո մտածեմ էկոնոմիայի պես, ֆինանսապես ես կարամ դզվեմ, իհարկե կարամ դզվեմ, եթե գնամ Հնդկաստան, բայց այդ կարիք չունեմ ես։ Իսկ իստորիաները դու ես գրում։ Հա, մեկ-մեկ։ Չես ասում, թե ես հայերեն չգիտեմ։ Ես Ռուսաստանում որ ինձ տալիս են արդինատորային իստորիա գրել, ասում եմ ես ռուսերեն գրել չգիտեմ։ Առաջի մի երկու ամիս ասում եմ, հա տվեք սաղի իստորիաները ես կգրեմ, բան ուզում ես ասես, բան հետո ասում ես, չէ, ռուսիկ դու չես գրում։ Ես առաջի տարի իսկականից տանջել եմ իստորիաների հետ, հետո գնալով սովորեցի։ Սովորեցիր, հիվանդդ ընդունվել է հիվանդանոց, կանգատվել է, սրտի ձախ կեսում նշվող ծավերի։ Ես քեզ մի հատ հարց ունեմ տալու։ Ջանը Օրոլոգիայի հետ կապված։ Հայաստանում օրոլոգիան, երբ դու սկսում ես քննարկել օրոլոգիայի մասին, դուք вообще չեք սիրում, մինչև սայրը իրավիճակ հասնել է հիվանդին դիալիզը սկսեք։ Այդ ուրոլոգներն չեն, նեֆրոլոգներն են։ Ես միշտ դիալիզի կողմնակից։ Շատ կներեք, այս պահը մոնտաժ ենք անում։ Ես եթե զգում եմ հիվանդին պետքա կրեատինին իջացնել, ես միշտ հայ մարդը երբ որ լսում է դիալիզ բառը, մտածում է դա սաղ կյանքի համար է, չի հասկանում, որ կարա լինի դիալիզ ընդամենը մի անգամ կյանքում, որ այդ պահին երիկամներին հանգստացնենք։ Ես միշտ կողմնակից եմ, երբ որ ունենք բարձր թվեր կրեատինի եւ բանի, ես միշտ կողմնակից եմ, որ մարդուն կատարվի դիալիզը երիկամների ֆունկցիան վերականգնվելու համար։ Դա արի ճիշտը խոսանք։ Հերիքաբողոքյանը։ Իսկ դուք սրտային վիրաբույժներ ու չգիտեմ, ձերդ ոնց որ բան լինի, magic dash լինի, փակ որ ոչ մեկը գաղափար չունենք, դուք ինչ եք անում։ Մեր բանը շատ հեշտ է, որովհետև ինչ կա, հետո ինչ որ հիվանդը մենք սկսում ենք վիրատել, տենց չի հենց առաջի օրը հիվանդը հայտնվեց, հիվանդանոցի մեջ մենք սկսում ենք վիրատել, իհարկե ոչ, կարդիոլոգներն են բուժում, կարդիոլոգներից հետո գալիս է ինվազիվ կարդիոլոգիա, որը որտեղ հետո ստենտի կարիք ունենա, կարող է։ Եթե նոր անցնում ենք շունտավորումներին, կլապան փոխելներին, շերտ ազատումը, բանը, ավելի կոնկրետ acute diseases-ի վրա եւ chronic disease-ներ կան, դե coronary artery կացանումն է եւ այլն, որը որ դասում է շունտավորումներ։ Հիմնականում առաջերտում գալիս են ինվազիվ կարդիոլոգներ, հասկանում ես։ Դրանից հետո գալիս են բացարձակ վիրաբույժներ։ Ինվազիվ կարդիոլոգիան ձեր մասնակցության կապ չունի։ Կա առանձին պիտի սովորես։ Այո, պետք է առանձին սովորես, սարտաբան պետք է լինես, սարտաբանությունից հետո հետո ես ճիշտ գիտեմ, վերապատրաստում պետք է անցնես, նոր պետք է դառնաս ինվազիվ կարդիոլոգ։ Հասկացա։ Yep։ Շավ Հայաստանում ամենասիրածդ հայկական ուտելիքը ո՞րն է։ Ինքան բան կա։ Դավայ, ամենասիրած են, որ այսօր պիտի գնաս կնիկը ծարքի ուտես։ Կարտոշկա ժարի տեսակ ասես։ Հարիսան։ Իսկ Հնդկաստանում։ Բիրյանի։ Էդի ո՞րն է։ Բիրյանի։ Այսա գնում ենք իր այդ բիրյանի ուտելու, որտեղ կարանք ուտենք չենք։ Հայաստանում դու ոչ միտեղ չես կարող ուտես, պետք է ես իմ ձեռքով սարքեմ տուն կանչեմ որտես։ Եփ ես կանչում, ես մեծ սիրով գալիս եմ։ Երբ դու Դակարարում ոդկաստ չունենաս, այդ պահին կհյուրասիրեմ քեզ։ Ինչ է իրենց ներկայացնում բիրյանին։ Բիրյանի տենց բասմատյան բրինձով, հավ կամ գարան միսով, մի սանտեսակի համեմունքներով։ Նույն հարիսան էլ։ Չէ, հարիսան գլուգլունա, էսի բրինձնա, պիլավնա։ Այո։ Հասկացա։ Համելից հարսանեկան ուտեստելա համարվում։ Հասկացա։ Ու աշխարհի հայտնի է։ Շավ հնդկական կինոները, որ մեր ազգը շատ է սիրում։ Ու вообще post-սովետական երկրներում Բոլիվուդի ֆիլմերը մարդիկ շատ են։ Ռուսաստանում էլ են շատ սիրում, դե Շաքրուխ Խանի ֆանատներ կան, էլ չգիտեմ Շաքրուխ Խանը վաղուց ծերբիձա է, էլի։ Ջիմի եւ մնացած բոլոր բան։ Հնդկաստանում էլ են դա սիրում հնդկական կինեմատոգրաֆը։ Հա, սիրել են դրա համար դուք առաջերտում դու պետք է սիրես, ինչը ստեղծում ես, հետո պետք է էքսպորտ անես։ Առաջ շաֆ ես, լավ բաներ ես ասում։ Բա։ Հա։
Բայց մի հատ կինո կար հնդկական, երբ որ սրտի վիրահատություն են անում, մեկի մեջքին խփում են, սիրտը 5 կիլոմետր թռնում է։ Հուսամ դու գիտեք, դա պարոդիա են արել։ Պարոդիա է, չգիտեի, թվաց։ Դա պարոդիան էր, դա իսկական պարոդիաներ են արել, ինքան լավ էր այդ պարոդիան, դուք սկսել եք մտածել, որ դա իսկական ֆիլմ է։ Դա իսկական ֆիլմ է, հա։ Շավջան, 3 գիրք, որ խորհուրդ կտաս կարդան մեր հետևորդները։ 3 գիրք, ազդրար։ Դա անգամ չի դերտը վաղուց չի ելնում։ Լավ։ Ինչ որ գիրքը ես վայելեցի, The Black Garden-ը կոչվում, դա Արցախի մասին, հա, Նագորնո Ղարաբաղի մասին, հա։ Հենց Save Այգիա կոչվում էլի The Black Garden։ Thomas DeValn գրողը, դա շատ բաներ է փոխվել իմ կյանքում, էլի։ Ճիշտ ասած այդ գիրքը, երկրորդ գիրքը բան է The Ghost of Freedom-ն է։ Եվ երրորդ գիրքը սպասի Փոքրիկ իշխան։ Всё։ Ժորժան, այսօրվա մեր հյուրը Best Life բժշկական կենտրոնի սրտային վիրաբույժ, Tech Startup-ի դերասան, լավ ընկեր, լավ մարդ, հումորով անձնավորություն, իսկական հայ տղա, հերո չի ասեմ, Շաֆի Մահաբուբնա կամ Շաֆի Ալ-Կապրեն, որ բոլորը իրան տենց ճանաչում եք։ Շաֆ ջան, մերսի հրավերն ընդունելու համար, շատ ուրախ եմ, որ դու ստեղ ես։ Մեզ հյուր ես եկե, պատմեցիր քո անցած ճանապարհի մասին, շատ հուզիչ պահեր կային։ Այն 40 օրը, որ դու պատտվել ես ու դու պալատքում չես մնացել, էդի մի կաթիլ էր ինձ, ես հպարտացա բոլորին մարդկանցով, ովքեր իրանց տանիքի տակ քեզ ընդունել են որպես օտար ու սարքել են մեր ազգին հարազատ, իմ համար այդ իրոք հուզիչ է, Շաֆ ջան, դաժե ես մեծ ստորի նկարենք այդ թեմայով։ Բաժանորդագրվեք Շաֆի Instagram page-ին, YouTube-ում կարաք նայեք իր ստենդափերը մի բոլ խնդակ։ Ձեր սիրելի բժիշկ Դավիթ Տոնոյանն էր, առողջ եղեք։ Ժողովուրդ ջան, չմոռանաք դիտեք Tech Startup ամսի 27-ից Wink կայքում։